Արգելի պատգամավորներ, 20 րոպեի ընդմիջումը, ինչպես նաև մեծ ընդմիջումը ավարտվեց, եւ մենք կարող ենք անցնել քվեարկության, բայց մինչև քվեարկության անցնելը քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավարը վարման կարգով քվեարկություն ունենք։ Արգելի գործընկերներ, Իրապես պարոն Գոջերյան, ինչ? Հետո կասեմ։ Ոնց ասեք, որ այսօր քաղաքական օրակարգը թելադրող միակ ուժ ազգային ժողովն է, որ քվեարկությանը դրում ազգային ժողովի պատիվ ունեն եւ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված ազգային ժողովի պատգամավոր Անդրեյ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկություն։ Հոմ 28 դեմ 47 ձեռնպահանջ որոշումը չի ընդունում է վարման կարգով Հայկ Գոջերյան համեցեք վարքում։ Արգելի գործընկերներ, մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի այս նախագիծը վերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ վերել էր որ ԹՊ-ի վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ ԹՊ-ի համար վատ լինի, այնպես որ սա որևէ կապ չուներ էթիկայի հետ, սա հերթական անդամության կողմից ընդհանրապես բարոյականությունը որպես կոնցեպտ տրաֆիքինգի ենթարկելու փորձ է, արգելի գործընկերներ, եւ իրականում էթիկան եւ դուք իրարից նույնքան ներվեք, որքան դեռևս շարունակում են իրարից հեռու մնալ Արմիկ Դանիելյանը եւ Մոնիկա Բելուչին, եւ սա բացարձակապես որևէ կապ չուներ էթիկայի հետ։ Եվ ուզում եմ նաեւ մեկնաբանել, քանի որ Տիկին Թովմասյանը իմ ելույթին իբրև անդրադարձ մեկնաբանեց, Տիկին Թովմասյան, ձեր նշած դեպքը այն մասին է, երբ որ Մհեր Սեթսակյանը հանրապետական խմբակցության պատգամավոր լրագրող Մհեր Աշխակյանին սպառնաց կոտրել նրա ծնոտը։ Ես ուրիշ դեպքի մասին եմ խոսում, երբ որ նա լրագրողներին անվանեց նախից, հետո երբ որ լրագրողները ասացին, բայց ես ինչ եք ասում, ինքը սկսեց մի քանի հարկանի սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել լրագրողներին, դա ձեր այդքան սիրելի իշխանության ժամանակ եւ այնտեղ որևէ բան տեղի չունեցավ։ Շնորհակալություն վարման կարգով անդամ բանի նշան։ Ոսոր է վարման կարգը, չէ՞ այլ մարդ կա դեր մոտ որ վարման կարգը։ Լավ, եկեք, խնդրեմ բանից։ Գիտեմ որ չի կարա։ Հապես եկեք ընդառաջ եք բան, ես թող տվեք ես ոչ։ Այո, խնդրեմ բանից։ Կաչ։ Նախ հստակեցնել, որ կանոնակարգը իրենությունն է, Հայկ Գոջերյան։ Եթե կանոնակարգին ծառոտ չեք, ասեք նայեք, իրականությունից առաջ և իրականությունից հետո պատգամավորը մեկական անգամ կարող է։ Բացի կանոնակարգը։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, հենց նոր քաղաքացիական պայմանագրի խմբակցության ղեկավարը փաստեց իմ խոսքում ասված շատ հստակ միտքը։ Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնելուց։ Եվ սա հաստատում է մեր մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը եւ անհանդուրժողականությունը խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից։ Վարման կարգով Արգելի գործընկերներ, պարոն Մինասյանը ճիշտ չի ասում, որտեղ քաղաքացիական պայմանագիրն ասում է, որ ստեղծվել է էթիկայի մշտական հանձնաժողով, որտեղ էթիկայի հարցերը կքննարկվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց, վարման կարգով Թագուհի Թովմասյանն ամեցեք։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ պարզաբանել, որ պարոն Ռուբինյանի ասած այն միտքը, որ ազգային ժողովում ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով, այդ հանձնաժողովը չի ունենալու հետադարձ ուժ, հետադարձության կարգով չի քննարկելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, հետևաբար այն խոսքերը, որ ես նշեցրեցի ազգային ժողովի ամբիոնից, որ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական հովանավորություն
տվեց եւ հովանավորության տակ վերցրեց Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի պահվածքը լրագրողների նկատմամբ եւ կոնկրետ Լիպսի Մեջաբեջյանի նկատմամբ հովանավորվում է ողջ իշխանական կուսակցության կողմից։ Ավելին, երբ այստեղ հնչում է, որ լրագրողներին մենք փորձում ենք քաղաքական ինչ-ինչ նպատակների համար այդ հարցը օգտագործել, Լիպսի Մեջաբեջյանը վերևում է, լսում է մեզ, թույլ չի տա, որ որևէ այլ մեկնաբանություն լինի, 161 լրագրողներ դիմել են մեզ ստեղծելու էթիկայի հանձնաժողով, մենք ընդառաջել ենք եւ մենք պատրաստ ենք լինել ցանկացած լրագրողի կողքին, ինչպես եւ եղել եմ։ Եղել եք։ Լավ, շնորհակալություն։ Այլ հարցեր։ Իսկ ինձ խմբագրություն Հասի գնալու վերջի վերջը ավարտել։